Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ ձեզ համար պատրաստել աջարական խաչապուրի, չգիտես ինչու մենք չենք պատրաստել, ինձ թվում էր մենք արդեն միասին պատրաստել ենք, բայց ես տեսա, որ չէ, մենք աջարական չենք պատրաստել ու այսօր միասին կպատրաստենք։ Աջարական խաչապուրի համար մեզ հարկավոր է ալյուր կարագ, կարող եք կարագը փոխարինել բուսայուղով, ձու, մեկ ձու, շաքարավազ, աղ, խմորիչ, կաթ և ջուր։ Ուրեմն ամենասկզբից ավելացնում ենք մեր մի փոքր մեծ թասիկ ենք վերցնում, որ հեշտ լինի խառնելը, կաթը և ջուրը։ Ուրեմն հենց կաթի ու ջրի մեջ փշրում ենք խմորիչը, աղը, շաքարավազը, մի փոքր խառնում ենք, հետո նոր աղն ենք ավելացնում ենք աղը և ձուն։ Կաթն ենք դունել, պիտի լինի մի գոլից մի փոքր տաք։ Հիմա քիչ-քիչ ավելացնում ենք արդեն, երբ որ զգում ենք, որ աղի հատիկները շաքարավազի հարվել են, ավելացնում ենք արդեն ալյուր։ 800 գրամ ալյուր է մեզ հարկավոր, մինչև 900 գրամ, բայց ես մի փոքր միշտ շատ եմ մաղում, որպեսզի հետո պետք գալուց արդեն ունենամ ձեռքիս տակ։ Մի փոքր արդեն պնդանալուց հետո ավելացնում ենք հալած կարագը, 125 գրամ մեզ հալած կարագ է հարկավոր ու սկսում ենք ձեռքով արդեն հունցելը։ Սիրելիներս, ես արդեն խմորը դատարկել եմ սեղանին ու մի փոքր էլ սեղանի վրա ենք հունցելու, մինչև ստանանք փայլուն համասեռ գեղեցիկ խմոր։ Շատ չենք ալյուրով հագեցնելու։ Այսպիսի թույլ, բայց միևնույն ժամանակ ձեռքերին չկպչող խմոր, տեսեք, թույլ է ինքը շատ, այսպես, որպեսզի շատ փափուկ լինեն մեր խաչապուրիները։ Հիմա թասիկը մի փոքր բուսայուղ ենք անում, և արդեն մեր պատրաստ է խմորը։
Սիրելիներս, ինձ մոտ ձիթապտղի յուղ է, դուք կարող եք սովորական արևածաղկի բուսայուղ անել, տարբերություն չկա։ Ծածկում ենք։ Սրբիչով ենք ծածկում և տեղավորում ենք արդեն տաք ջեռոցում կամ ինչ-որ տաք տեղ։ Սիրելի հետևորդներ, մինչ մեր խմորը բարձրանում է, սպասում ենք մինչև հասունանա, միջուկ ենք պատրաստում։ Միջուկի համար ես վերցրել եմ ադիգեական պանիր և քաշքավալ տեսակի պանիր, որը գնել եմ Գերմանիայից։ Սա շատ համեղ պանիր է և շատ համեղ է լինում խաչապուրիների մեջ։ Շատ նման է վրացական պանիրներին, այսպես։ Հիմա երկու պանիրներն էլ քերիչով անցկացնեմ ու բոլորդ էլ գիտեք ինչպես ենք սա անում, հետո կմիանամ ձեզ։ Շատ լավ է բարձրացել մեր խմորը, հիմա մի րոպե մի փոքր բուսայուղ անենք սեղանը։ Այսպիսի խմոր ենք ստացել, տեսեք։ Հիմա բաժանում ենք մասերի։ Հինգ մասի կբաժանենք։ Սիրելիներս, ուրեմն 5 հատ 300 գրամանոց գնդիկներ ունեցանք։ Դուք կարող եք ավելի մեծ գնդիկների բաժանել կամ ավելի փոքր, ինչպես որ կուզեք, ձեր կամքն է։ Հիմա ծածկենք մի փոքր թող գնդերը հանգստանան ու շարունակենք։ Ուրեմն պանիրը քերված է, պատրաստ է, ավելացնում ենք ձվի սպիտակուցը։ Միայն սպիտակուց ենք ավելացնելու և խառնենք լավ։ Մի փոքր բացում ենք։
ավելացնում ենք պանիրը, տարածում ենք լավ, և արդեն փաթաթում ենք, տեսեք այսպես։ Այսպես։ Եվ արդեն ամրացնում ենք փոքր խորքից և այսպես փակում ենք, տեսեք, ինձ թվում է բոլորն էլ պատրաստում են, բոլորն էլ գիտեն, ուղղակի այսպես։ Անցնում ենք երկրորդին։ Շատ լավ խմոր ենք ստացել։ Շատ հաջողված խմոր է սա։ Մանավանդ այս խաչապուրիի համար։ Փաթաթում ենք արդեն։ Հիմա ծածկում ենք ու սպասում ենք մի քիչ բարձրանան, նոր թխենք։ Սիրելիներիս, հիմա մեկ ուրիշ ձևով անենք, այդպես էլ եմ շատ պատրաստում։ Տեսեք, սա արդեն մի փոքր
ուրիշ ձևի ենք բացելու, կտրելու ավելի ճիշտ։ Նորից տարածում ենք բաները և այսպես փակում ենք, տեսեք, ու շատ լավ փակում ենք, հարթեցնում ենք և շուռ ենք տալիս այսպես, տեսեք, և նոր կտրվածք ենք անում, տեսեք, այսպես։ Այսպես էլ կարող եք անել, ինչպես որ դուք կուզեք։ Մյուս երկուսը ես ինքնուրույն պատրաստեմ արագ ու մինչև ձուկսելու պահակը։ Արդեն բարձրացել են խմորները, մեր խաչապուրիները, հիմա ձուկսենք ու տեղավորենք ջեռոց։ Թխելու ենք 180 աստիճանի, տաք վերև ներքև ռեժիմով, մինչև գեղեցիկ կարմրեն։ Սիրելիներս, հիմա ամեն տաք վիճակում ավելացնում ենք ամեն մեկի վրա 1 ձու։ Եվ նորից 1 րոպեով ջեռոց ենք դնել։ Սիրելիներս, այսպիսի համեղություն ստացանք, արդեն տեսակ, մոտիկից նկարել էր մեր սիրելի օպերատորը, այսպես, դուք էլ պատրաստեք, շատ լավ է ստացվում, շատ հաջողված խմոր է, ինչպես ես արդեն նշեցի, շատ լավ առավոտյան ուտեստ է, ինչու չէ, ճաշից հետո նույնպես կարող եք ուտել երեկոյան պահին,
շատ հարմար է, կշտացնող խաչապուրիներին։ Այսքանը, շնորհակալություն եմ հայտնում բոլորիցը, ձեր ջերմ ու անկեղծ մեկնաբանությունների համար, շատ շնորհակալ եմ նորից ու նորից, նոր միացողներին, իմ շատ վաղուց հետևորդներին ու ձեզ բարի շաբաթ եմ մաղթում։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։